Հայ-ադրբեջանական այսպես կոչված խաղաղության գործընթացի շրջանակում փոխայցելություններ եղան Երևան եւ Բաքու, սա ինչ գործընթաց է, ակնհայտ է, որ երկու կողմից էլ իշխանությունների քարոզիչներն են մասնակցում այդ այցերին, ում եւ ինչի համար է պետք այս ձևական խաղաղության պատկերած ձեզ։ Բնականաբար, որ անհրաժեշտ է Ալիևին եւ Նիկոլ Փաշինյանին իրենց հայակործան ու հայադավան ծրագրեր իրականացնելու համար ինչ են փորձում անեն։ Փորձում են հայի աչքերում ադրբեջանցիներին ռուսերեն ասած դոբրի ձյաձյա ներկայացնեն։ Ինչի համար եմ ասում։ Լսել եք այդ պատվիրակության ղեկավարն էր, ես իմ ով էր, եթե ճիշտ եմ ազգանուն հիշում Քոչինյան ազգանունով, տեսել եք իր խոսույթը, տեսել եք ոնց է ներկայացնում, թե այնտեղ ոնց է հանդիպում անցել, ու այդ ում հետ հանդիպել են Ալիևի օգնականի հետ, ոնց է պարոնով խոսում նրա խոսքերը ներկայացնում այստեղ, նույնիսկ հեռավորության վրա նրան պարոնով է, նրա խոսքերը պարոնով է ներկայացնում, պարոն էս ինչը ասեց։ Այս մարդիկ ամբողջությամբ կռացել են ադրբեջանցիների տակ, այս մարդիկ ամբողջությամբ կզել են այդ Ալիևի տակ, ոչ միայն Նիկոլ Փաշինյան, արդեն նրա հպատակներն էլ ինչ են անում, փորձում են ադրբեջանցիների ներկայացնել իբր լավ մարդիկ են, այնինչ Ադրբեջանում այսօր մենք գիտենք, թե ինչ հայատյաց քաղաքականություն է վարվում, ամբողջ պետական համակարգում, կրթական հաստատություններում, մանկապարտեզներում, դպրոցներում հայերին թշնամիներ են այնտեղ ներկայացնում, այնտեղ այդ պուրակը կա, որտեղ մեր զինվորներին գնում այդ երեխաները նվաստացնում են, չգիտեմ, մարդիկ այնտեղ քաղաքացիները հայերի հանդեպ ատելությամբ են լցված, ոչ մի բան չի արվում հակառակը անելու համար, իսկ Հայաստանում արվում է այնպես, որ հայերը սիրեն ադրբեջանցիներին, հարգեն ադրբեջանցիներին, կարողանան ադրբեջանցիների հետ ապրել։ Սա տանելու է նրան, որ հայի աչքում, հայի աչքերի մեջ իբր ադրբեջանցիների լավ ներկայացնեն։ Հուսով եմ հայ ժողովուրդը հասկանում է, հուսով եմ հայ ժողովուրդը գիտակցում է ինչ է կատարվում, եւ ադրբեջանցիների հետ համատեղ ապրելու համար պետք է ադրբեջանցիների մոտ փոխվի գաղափարախոսությունը, փոխվի մտածելակերպը հայերի հանդեպ։ Այդ չար տրամադրվածությունը պետք է փոխվի, լրիվ հակառակը։ Այնինչ այնտեղ նորից եմ կրկնում, հայերի հանդեպ ատելությունով լցված են։ Պատերազմը նոր է ավարտվել, 5 տարի է, կներեք 5 չէ, 2 տարի, 23 թվականի Արցախի դատարկումից հետո 2 տարի է անցել, սրանք փորձում են ադրբեջանցիներին դրականով ներկայացնել։ Այս մարդիկ ադրբեջանցիների մասին է խոսքը, հայերին վերջի 30 տարվա ընթացքում եւ պատերազմել են, եւ կոտորել են, եւ սպանել են, եւ ոչ միայն հայերին, Հայաստանում ապրող նաեւ ազգային փոքրամասնությունների, չմոռանանք Հերոս Սլոյանին։